Պարոն քաղաքապետ, ծրագրի իրականացման դեռևս պայմանագրերի կնքման եւ դատավարական գործընթացներում են գտնվում, այս պահի դեռությամբ դեռևս 16 գույքի մասով չկնքված պայմանագրեր կան 2 շենքերի մասով հավաքական իմաստով, ակնկալում ենք հուլիսին եւս 3-ի կնքում, մնացած մասով դեռ դատական ընթացքի մեջ ենք եւ պայմանագրեր չկնքելու բնակիչների պատճառաբանությունները բավականին տարբեր են եւ խնդիրները տարբեր են մենք հետեւողականորեն աշխատում ենք այնուամենայնիվ բանակցային process-ի արագությունը եւ ինտենսիվությունը չթողնել բնակիչների հետ, որովհետեւ շատ դեպքերում նաեւ ընդհանրապես վստահության եւ բանի հարց է տարբեր վարչարարական գործընթացների կամ պետության հանդեպ բնակիչների պարտավորությունների եւ այլն մենք արդեն անցած տարի մի տարի առաջ ենք սկսել օտարման պայմանագրեր կնքելը եւ 1 տարվա ընթացքում գրեթե մոտ 60 պայմանագիր ենք կնքել սա այն առաջընթացն է որ կարող եմ այս պահին զեկուցել շնորհակալություն Անիսից 60 Տիկին Բաբայան 76-ից Այդ ցուցանիշ չի իրականում, բայց պետք է արդեն ավարտին հասցնենք, որպեսզի կարողանանք առաջ շարժվել, որովհետև այս շենքերում բնակվող անձինք պետք է առաջին հերթին գիտակցեն, որ իրենց կյանքը վտանգի տակ է։ Եվ այս ծրագիրը Երևանի քաղաքապետարան իրականացնում է միմիայն այդ պատճառով։ Այստեղ ոչ լիազորություն ունի, ոչ պարտավորություն ունի Երևանի քաղաքապետարան, ուղղակի մեր քաղաքացիների կյանքը հենց այդ շենքերում բնակվող վտանգի տակ է, ինչպես նաև 4-րդ կարգի վթարային բոլոր շենքերում բնակվող քաղաքացիների։ Եվ ամենակարևորը, հարգելի գործընկերներ, այս ցիկլը պետքա ինչ-որ մի կետում ավարտվի։ Բոլոր այն շենքերը, որոնք որ ազատեցինք բնակիչներից, չլինեմ չիմանամ նոր բնակիչներ են եկել, տեղավորվել եւ որոշել, որ իրանք նույնպես պետք է այդ արտոնությունները քանդել այդ շենքերը, հիմնահատակ քանդել, մի քանի անգամ վրայով տրակտորով անցնել։ Քանդել Արցախինը նույնպես։ Արցախինը քանդել ենք ինչ որ մի շենք, Պարոն Խաչատրյան։ Վերաբնակեցված ամբողջությամբ վերաբնակեցված շենքերը, այո։ Ամբողջությամբ քանդել ենք։ Այո։ Շատ լավ։ Հաջորդ։ Հանձնարարական 19 զեկուցել Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին։ Պարոն քաղաքապետ, սա ես առաջարկել էի հանել զեկուցումներից, հաշվի առնելով նաև մայիսին դեռևս ձեր կողմից հնչեցված նկատառումները եւ առաջադրանքը այս մասով, նախկինում ես նաև զեկուցել էի, որ այստեղ ընդամենը մի քանի բնակիչների հարց կա, որոնք որ առաջարկվում էր գերակաշահի օրենսդրությամբ առաջ գնալ, մեր կողմից դա նպատակահարմար չի համարվել, դուք էլ ըստ էության աջակցել եք այդ կարծիքին, որովհետև մենք ինքներս տեսնում ենք, թե ինչպես կարծեմ 5 Սա որ շենքներ, Պարոն Խաչատրյան։ Արցախի 4-րդ նրբանց 10 եւ 10 կոտորակ 1 շենքերն են, 5 բնակիչ համանացել համաձայնություն չեն տվել, 1 բնակիչ պատրաստի ֆոնդից 2 սենյականոց բնակարան ենք առաջարկել 3 հատաուզում 2 սենյականոց։ Իսկ ինչ է իր բնակարան, եթե դա կոչենք, ինչ է իր բնակարանի չափը այսօրվա։ 40 քանի քառակուսի օրինական, մոտ 40 էլ անօրինական։ Իսկ մենք ինչ ենք առաջարկում իրեն։ 2 սենյականոց բնակարան, մոտ 60 քանի քառակուսի օրինական մակերեսով։ Շատ լավ։ Այդ շենքում քանի բնակարան է մնացել։ Պարոն Ավինյան, մնացել է այսպես 5 ընտանիքներ։ Նկատի ունեմ, քանիսն է ազատվել, էլի, ուզում եմ հարաբերակցությունը հասկանալ։ Ազատվել է երևի մոտ 80%-ը շենքի, մնացածը։ Այդ 80%-ում հարգելի գործընկերներ, երևի դա պետք է անի շին բարեկարգումը։ Դռները, պատերը, բոլորը քանդել։ Արդեն արված է։ Արված է։ Շատ ակրիկ։ Շնորհակալ եմ։ Հաջորդը հանենք, այս բանը հանում ենք, ես համաձայն եմ նախորդ պնդումներիս հետ և Տիկին Բաբայանի հետ, եթե չեն ուզում հարգելի գործընկերներ, զոռով պետք չի մարդկանց տուն տալ։